իրարից առանձին։ Ինչեր ես անում, ինչ է մտքինդ, ձերդ մեծություն, ճակատագիր։ Ճիշտ եմ պատրաստել։ Իսկն է, երազած։ Դուք եք չէ գտել Հայկին։ Հա։ Երբ Հայկը կորել էր, ոչ ոք չգիտեր, թե որտեղ է։ Վկաներ չկային, փաստեր չկային։ Բայց դուք կարողացաք գտնել նրան։ Ձեր բոլոր գործերը Կանադայում հետաձգեցիք, որ մնաք այստեղ ու գտնեք։ Գտեք ամուսնուս։ Ինչ։ Մեր խնդրում եմ գտեք ամուսնուս։ Ալո, Նան։ Հա Արմեն։ Նան կներես։ Արմեն, ես զանգում եմ, դու անջատում ես։ Նան ջան, ես Վարոսյանի մոտ էի։ Հա չէի կարող մի րոպեով վերցնել, ասել կես ժամից զանգի։ Արմեն, եթե իմ զանգերը քեզ անհանգստացնում են, ես կարող եմ եւ չզանգել։ Ինչ ես խոսում, Նան։ Արմեն, ուզում ես պայմանավորվենք։ Ես քեզ չեմ զանգում, դու ինձ կզանգես։ Չէ, այդպես ճիշտ չի։ Մեկ այդ տեսար զանգեցի ու գորը կողքին եղավ, լավ բան չի ստացվում։ Ավելավա ու ճիշտ է այդպես դու զանգես։ Հա, բայց ես զանգում եմ, դու անջատում ես։ Նան, ասում եմ Վարոսյանի մոտ էի։ Լավ Արմեն, եղավ։ Լավ, Նան, մի նեղացու։ Արմեն, ես քեզ չեմ տեսել այսօր, չենք հանդիպում։ Իսկ քո կողմից ոչ մի բան չկա։ Որպես պարտականություն մի անգամ զանգում ես օրվա մեջ ու վերջ։ Այդ քո հերթապահ զանգերը ինձ վրա ավելի վատ են ազդում, քան եթե չզանգեիր։ Լավ, Նան, հարի չվիճենք, ուզում ես երեկոյան հանդիպենք։ Չէ։ Ռասումյանները հյուրեր ունեմ, չեմ կարող տանը պիտի լինեմ։ Դե ուրեմն կզանգեմ։ Հուսով եմ։ Նան։ Հա Արմեն, ինչ ասեմ, հուսով եմ։ Մեծ հույսեր եմ փայփայում, որ կզանգես։ Լավ։ Ես չեմ հասկանում տիկին Աննա։ Դուք հիմա մտածում եք, որ ես խելագարվել եմ։ Ամուսնուս մահը այնքան է ազդել վրաս, որ խելքս գցել եմ։ Չէ։ Դա այդպես չի, ես առողջ եմ ու հստակ գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ձեր ամուսինը Մարլեն Բերոյանը մահացել է, իսկ դուք ինձ ասում եք, որ ես գտնեմ նրան։ Իմ փոխարենով էլ լիներ կմտածեր, որ չգիտեմ։ Հասկանում եմ, դուք իրավունք ունեք այդպես մտածելու։ Բայց ես զգում եմ, գիտեմ, որ Մարլենը կենդանի է։ Զգում եք։ Զգում եմ, որ ինչ որտեղ կա, ապրում է անօգնական ու վիրավոր։ Վիրավոր։ Ծնկից արյուն էր գալիս։ Կանգնել էր հեռվում ու նայում էր ինձ։ Չէր կարողանում շարժվել։ Անշարժ կանգնած էր, մեջքը չէր կարողանում ուղղել։ Երազում եք տեսել։ Չէ։ Երազ չէր։ Արթուն էի։ Պատշգամբի դուռը կիսաբաց էր։ Քամին բարակույրը բարձրացրել էր ու խսոց էր գալիս։ Շրջվեցի, նայեցի պատշգամբի կողմը։ Թափանցիկ բարակույրի ետևում Մարլենն էր կանգնած։ Ես շատ հստակ տեսա նրան։
Ես քնած չէի մհեր, ես տեսա նրան։ Ձեր պատմածն ավելի է հաստատում, որ Բերոյանը մահացած է։ Ինչու՞։ Որովհետև ձեր տեսածը տեսիլք է։ Իսկ այդպես տեսնում են միայն մահացած մարդկանց։ Ողջերը ուրվական չեն դառնում։ Կենթանի մարդիկ տեսիլքի ձևով չեն հայտնվում իրենց հարազատների։ Հասկանում եք։ Այդպես լինում է միայն, երբ մարդը մահանում է։ Հասկանում եմ, բայց Մարլենը ողջ է։ Տիկին Աննա, դուք եք ուզում, որ այդպես լինի, շատ եք ուզում։ Չէ, ես մենակ չեմ իմ զգացողությունների մեջ։ Էլի մեկը կա, որ վստահ չի, թե Մարլենը մահացել է ավտովթարի ժամանակ։ Ով է։ Գորգ Ասումյանը։ Ձեր փեսան։ Զարմանում եք, չէ, որ գորի պես սթափ ու սառնասիրտ մարդը հավատում է իմ զգացողություններին։ Իսկապես։ Այո, Գորգ Ասումյանը չէր կասկածի, եթե հիմքեր չունենար։ Իսկ նա ինչ-որ հիմքեր ունի կասկածելու։ Մարլենի մարմինը չեն գտել։ Միանգամայն հնարավոր է, որ չգտնեին տիկին Աննա։ Ես նկատի ունեմ ամբողջությամբ։ Ես որքան լսել եմ, մարմինները մասնատված էին։ Ներեցեք։ Ճիշտ է, մասնատված էին, բայց մարմնի կտորները մեկ մարդու են պատկանում։ Վարորդին։ Այո, դրանք տարբեր մարդկանց չէին պատկանում։ Փորձաքննություն անցկացրել եք։ Իհարկե, Գորը չի ցանկացել հրապարակել փորձաքննության արդյունքները։ Գորն այդպես ուզեց։ Ինչու՞։ Ինչ պատճառով։ Գորը մտածում է, որ Մարլենը կենթանի է ու չի ուզում բացահայտել իրեն։ Իսկ եթե փորձաքննության արդյունքները հրապարակվեն, կվնասեն նրան։ Նա համոզված է, որ Մարլենը թաքնվում է։ Գորը համոզված է, որ Բերոյանը ողջ է։